Մասաչուսեթս նահանգի Դորթմունդ քաղաքում փոքր ինքնաթիռը ընկել է ուղիղ արագընթացի վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան ժամը 8:15-ի սահմաններում, օդանավի երկու ուղևորները մահացել են։ Ականատեսների խոսքով ինքնաթիռը կարծես կորցրել է կառավարումը եւ սուր անկյան տակ իջել դեպի մայրուղի։ Հարվածից հետո մի արծաթագույն սեդան մեծ արագության տակ կորցրել է կառավարումը եւ դուրս եկել ճանապարհից, կանգ առել բաժանարար թփերի վրա։ Դեռ պարզ չէ ինքնաթիռը բախվել է այդ մեքենային, թե վարորդը փորձել է խուսափել բախումից։ Դաշնային ավիացիոն վարչությունը սկսել է քննություն վթարի պատճառները պարզելու համար, իսկ ճանապարհը մինչև փրկարարական աշխատանքների ավարտը ժամանակավորապես փակված է եղել։ Իսկ այժմ կարճ այն մասին, թե ինչին կանդրադառնանք թողարկման ընթացքում։ Լոս Անջելես, Նյու Ջերսի, Նյու Յորք եւ նույնիսկ Ալյասկա Միացյալ Նահանգների ափերը փոթորիկների եւ թայֆունների ազդեցության տակ են, իսկ շաթդաունի հետևանքները շարունակում են ուղղակիորեն ազդել շուրջ 5000 ընտանիքների կյանքի վրա, որոնց թիվը կարող է կրկնապատկվել գալիք շաբաթվա ընթացքում։ Լոս Անջելեսում մարդկանց մարմինների կիսաքայքայված մասեր են գտնում ճանապարհներին, իսկ Տեքսասում անչափահասների վաճառքով զբաղվող բանդաներ են բացահայտվում։ Մանրամասների մասին կտեղեկանաք հաղորդման վերջում, իսկ մեր վիճակագրության հատվածում կպատմենք, թե Միացյալ Նահանգների ժողովուրդը տարեկան որքան գումար է ծախսում լոտոների վրա, ուր են գնում այդ գումարները եւ նույնիսկ լոտո ջնջելու դեպքում որքան է ձեր հաղթելու հավանականությունը։ Սա դեռ ամենը չէ, այսօրվա հաղորդման վերջին հատվածը էլ ավելի հետաքրքիր է։ Նյու Օրլեանում ամբոխի կողմից կախաղան բարձրացված 11 իտալացի ներգաղթյալների ողբերգությունը անսպասելիորեն դարձել է Կոլումբոսի օրը տոնելու շարժառիթը։ Մենք ուսումնասիրել ենք այս տոնի պատմությունը եւ մի քանի րոպեում պատրաստվում ենք ներկայացնել դրա ամենահետաքրքիր եւ կարեւոր դրվագները, այնպես որ դիտեք այս հաղորդումը մինչեւ վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին։ Ես Ալադավթյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Չմոռանաք լայքել տեսանյութը եւ մեկնաբանություններում գրել, որտեղից եք հետեւում մեզ։ Այս պարզ քայլերը օգնում են YouTube-ի ալգորիթմին ավելի շատ հայերի ցուցադրել այս տեսանյութը։ Իսկ մենք անցնենք այսօրվա թեմաներին։ Նյու Ջերսիի ծովափնյա հատվածում երկուշաբթի օրը փողոցները լցվել են ջրով։ ԱՄՆ ծովապահական ծառայությունը հյուսիսարևելյան փոթորկի բերած ավելի քան 40 մղոն արագությամբ քամիների ու հորդառատ անձրևի տակ օվկիանոսի ափին փրկարարական աշխատանքների արդյունքում մեկ մարդու կյանք է փրկել։ Չնայած ուժգին եղանակին արևելյան ափին մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն փոթորիկը կշարունակի մինչև վաղը։ Ալյասկայում իրավիճակը շատ ավելի ծանր է։ Թայֆուն Հալոնգի մնացորդները հարվածել են արևմտյան ափերին, քանդել տները, առաջացնելով ջրհեղեղներ։ Մեկ կին մահացել է, 2 մարդ դեռ որոնվում են, ավելի քան 50 մարդու հաջողվել է փրկվել։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև ազգային գվարդիայի զինվորները։ Նյու Յորքում քամիները հասել են մինչև 46 մղոնի, Քուինսում տեղացել է ավելի քան 2 դյույմ, իսկ Մանհեթենում շուրջ 1.5 դյույմ անձրև։ Լոնգ Այլենդում փոթորկի ընթացքում ծառի մեծ ճյուղ ընկել տան վրա։ Եղանակային ծառայությունը հայտնում է, որ քամիներն ու անձրևը կնվազեն այսօր, այսինքն երեքշաբթի երեկոյան, երբ փոթորիկը հեռանա դեպի Ատլանտյան օվկիանոս։ Հարավային Կալիֆոռնիան եւս պատրաստվում է տեղատարափ անձրևների, որոնք կարող են ջրհեղեղներ առաջացնել։ Այնպես որ Լոս Անջելեսից մեզ հետևողներին նույնպես խնդրում ենք ուշադիր ու զգույշ լինել։ ԱՄՆ աշխատանքային միգրացիայի վերջին տվյալները ցույց են տալիս, որ ժամանակավոր աշխատանքային ներգաղթը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն հենասյուներից։ 2024 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ մուտք գործող աշխատանքային միգրանտների 95.2%-ը ստացել է ժամանակավոր վիզա, իսկ նրանցից միայն 4.8%-ն է ստացել Green Card։ Ամենատարածված աշխատանքային վիզան շարունակում է մնալ H2A տեսակը, որը տրվում է գյուղատնտեսական աշխատողների համար։ 2024-ին տրվել է 315,328 նման H2A վիզա, ինչը կազմում է ամբողջ ժամանակավոր վիզաների 29%-ը։ Հաջորդ տարածված տեսակը H1B վիզան է, նախատեսված բարձրակարգ մասնագետների համար։ Այն ստացել է 219,659 մարդ։ Այսպիսով գյուղատնտեսական ժամանակավոր միգրացիան դարձել է ԱՄՆ աշխատանքի շուկայի խոշոր աղբյուրը, ապահովելով միլիոնավոր աշխատողների ֆերմերական եւ սեզոնային արտադրության ոլորտում։ Նման համակարգը ըստ մասնագետների օգնում է լրացնել այն պակասը, որը չեն կարող ծածկել տեղացի քաղաքացիները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։
Թրամփի վարչակազմը պաշտոնապես ազատել է ավելի քան 4100 դաշնային աշխատողի։ Տեղեկությունը հաստատվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից դատարան ներկայացված փաստաթղթերում։ Սպիտակ տան բյուջետային վարչությունը հայտարարել է, որ սկսել է կրճատումների ընթացակարգը նախապես մի քանի օր շարունակ նախազգուշացումներից հետո։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ հրապարակված թվերը միայն այս պահի պատկերն է եւ շուտով սպասվում է կրճատումների նոր փուլեր, որը կախված է շատդաունի տևողությունից։ Ամենախոշոր ազատումները գրանցվել են ֆինանսների նախարարությունում, որտեղ աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել 1446 աշխատակիցներ։ Հաջորդը առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունն է մոտ 1200 աշխատողով։ Պորտլենդում շաբաթվա ցուրտ եւ անձրևոտ կիրակին վերածվել է անսպասելի բողոքի ակցիայի։ Քաղաքի կենտրոնում կոնվենցիայի կենտրոնի մոտ հարյուրավոր մերկ մարդիկ էին հավաքվել յուրահատուկ հեծարվավազքի մասնակցելու համար։ Նրանց նպատակը մեկն էր արտահայտել դժգոհություն նախագահ Դոնալդ Թրամփի որոշման վերաբերյալ։ Ակցիան կազմակերպել էր World Naked Bike Ride շարժման շրջանակում։ Մերկ հեծանվորդները չնայած ցրտին ու անձրևին դուրս էին եկել փողոց կարգախոսներով եւ հումորային պաստառներով, պահանջելով ազգային գվարդիային դուրս գալ իրենց քաղաքից։ Այս արտասովոր միջոցառումը դարձավ հերթական հիշեցումը Պորտլենդի յուրահատուկ գործելավոճի մասին։ Քաղաքը կրկին ցույց է տալիս, որ բողոքը այստեղ կարող է ընդունվել անսպասելի եւ գունեղ ձևերը, միաժամանակ կատակով, արվեստով եւ քաղաքացիական խիզախությամբ։ Դոնալդ Թրամփին Իսրայելի խորհրդարանում դիմավորել են աննախադեպ ընդունելությամբ։ Նրան ուղեկցել են Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև նախագահի դուստրը եւ փեսան։ Թրամփը խորհրդարանի դահլիճում արժանացել է 2.5 րոպեանոց կանգնած ծափահարությունների, որոնք ուղեկցվել են խորհրդարանի պահակախմբի շեփորների ձայնով։ Խորհրդարանի խոսնակը նրան ներկայացրել է որպես Իսրայելի պատմության ընթացքում Սպիտակ տան ամենամեծ բարեկամը։ Դուք պարզապես նախագահ չեք, դուք հսկա եք քրեական պատմության մեջ, համեմատելի Կյուրոս մեծի հետ, ասել է Օհանան։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թրամփին քաջ եւ վճռական գործողությունների համար։ Թրամփը պատասխանել է. Միացյալ Նահանգները այնքան զենք է տրամադրել Իսրայելին, որ երկիրը դարձել է ուժեղ եւ հզոր, ինչը ի վերջո բերել է խաղաղության։ Նրա ելույթն ավարտվել է երկարատև ծափահարություններով եւ պատգամավորների Թրամփի անվան վարկարկումներով։ Ամերիկացիների սպառողական վարքի ամենաազդեցիկ արտահայտություններից մեկը դարձել է վիճակախաղը։ Միայն 2024 թվականին ամերիկացիները լոտոյի վրա ծախսել են ավելի քան 113.3 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է երկրի համակցված կինոթատրոնների, սպորտային տոմսերի, երաժշտական փառատոների եւ տեսախաղերի տարեկան վաճառքը միասին վերցրած։ Միջինում ամենաշատը խաղում են ամերիկացի մեծահասակները տարեկան շուրջ 320 դոլար ծախսով։ Եթե հաշվենք շաբաթվա կտրվածքով, դա շաբաթական մոտ 6 դոլար է կազմում, գրեթե նույնքան, որքան մեկ բաժակ սուրճը։ Սակայն որոշ նահանգներում այս թիվը հասնում է անհավատալի չափերի։ Ամենախոշոր շուկաներ ունեցող նահանգներն են Ֆլորիդան, որտեղ լոտոյի վրա ծախսվում է շուրջ 9.4 միլիարդ դոլար, Կալիֆոռնիան իր 9.28 միլիարդով, Նյու Յորքը մոտ 8.3 միլիարդի ծախսով եւ Թեքսասը ահռելի 8.1 միլիարդով։ Սակայն հետաքրքիր է մեկ շնչին բաժին ընկնող հաշվարկը։ Այստեղ բացարձակ առաջատար է Մասաչուսեթսը, որտեղ յուրաքանչյուր բնակիչ 2023 թվականին միջինում լոտոյի վրա ծախսել է 915 դոլար, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է ազգային միջինը։ Իսկ մեկ շնչի հաշվարկով ամենակիչ խաղացող նահանգները Նորթ Դակոտան է 50 դոլար, Ալասկան 58 եւ Վայոմինգը 61։ Այս տարբերությունը հստակ ցույց է տալիս տարածաշրջանային հոգեբանությունը։ Խաղերի կառուցվածքն էլ հետաքրքիր պատկեր է ցույց տալիս։ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր տոմսերի շուրջ 62%-ը scratch-off ձևաչափի է։ Արագ շահումով առանց վիճակահանությանը սպասելու տարբերակով։ Միայն Թեքսասում այդ տեսակի վաճառքը անցած տարի գերազանցել է 4.6 միլիարդ դոլարը։ Իսկ համազգային խաղերը, ինչպիսին են Powerball-ը եւ Mega Millions-ը, որոնց ջեքփոթները երբեմն անցնում են 2 միլիարդ դոլարը, ստեղծում են ազգային մոլուցք։ Մեկ շաբաթում դրանց վաճառքը կարող է աճել մինչև 400%։ Օրինակ 2023-ի նոյեմբերին, երբ Powerball-ի շահումը հասավ 2.4 միլիարդի, մեկ շաբաթում վաճառվել է ավելի քան 635 միլիոն տոմս։
Սակայն լոտոյի ամենախնդրահարույց կողմը սոցիալական է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեկան մինչև $35,000 եկամուտ ունեցող ամերիկացիները իրենց եկամտի միջինում 4%-ը ծախսում են լոտոյի վրա։ Մինչդեռ բարձր եկամուտ ունեցող խմբերի մոտ այդ ցուցանիշը հազիվ անցնում է 0.5%-ը։ Այսինքն վիճակախաղը ռեգրեսիվ համակարգ է, որքան աղքատ ես, այնքան ավելի շատ ես խաղում։ Գելափի հարցման համաձայն ամեն 10 մեծահասակից 6-ը պարբերաբար լոտո է խաղում։ Պետական մակարդակում վիճակախաղը դարձել է բյուջեի անտեսանելի հենասյուն։ Նահանգները միասին վերցրած 2024-ին շահել են մոտ $30 միլիարդ մաքուր եկամուտ, որից շուրջ 15 միլիարդը ուղղվել է կրթական ծրագրերին։ Որոշ նահանգներում, օրինակ Լուիզիանայում, վիճակախաղերի եկամուտն ապահովում է պետական կրթաթոշակային հիմնադրամի մինչև 70% ֆինանսավորումը։ Այսօր ամերիկացիների ընդհանուր տարեկան ծախսը վիճակախաղերի վրա հավասար է մոտ 3.4 միլիոն ուսուցիչների միջին աշխատավարձի կամ 1 տարվա ընթացքում գնված 70 միլիոն iPhone-ի արժեքի։ Ուզում եմ նշել, որ ըստ տվյալների հաղթել կարող է միջինում 292 միլիոնից մեկը։ Լոտոն դարձել է յուրօրինակ ազգային հոգեբանություն, որտեղ գումար, երազանք եւ վիճակախաղ միահյուսված են մեկ թվային տոմսի վրա։ Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի մշակած խաղաղության պլանը մտել է հաջորդ փուլ։ Համասը ազատ է արձակել բոլոր 20 ողջ իսրայելցի պատանդներին, փոխարենը ստանալով հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալներ։ Իսկ տարածաշրջանում 2 տարվա պատերազմից հետո վերջապես սկսել է առաջին հումանիտար օգնությունը մտնել։ Այս զարգացումները տեղի են ունեցել հրադադարի հաստատումից 3 օր անց, համաձայնեցված սահմանագծից իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումով։ Նույն օրը Եգիպտոսում անցկացվել է միջազգային գագաթնաժողով, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Թրամփը։ Քննարկվել է ոչ միայն Գազայի ապագան, այլև ամբողջ մերձավոր արևելքի կայունացման հեռանկարները։ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է միջազգային օգնության միջոցով նոր պաղեստինյան անվտանգության ծառայություն ստեղծել, ինչպես նաև վերականգնել Գազան, ըստ համաշխարհային բանկի վերականգնման բյուջեն կարող է հասնել $53 միլիարդ։ Ֆինանսական հսկա JP Morgan-ը, որին պատկանում է բոլորիս հայտնի Chase բանկը, հայտարարել է նոր $1.5 տրիլիոն չափով ներդրումային նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագիրը նախատեսված է առաջիկա 10 տարում ամրապնդել ամենատնտեսության հիմնական ոլորտները, ներառելով մինչև $10 միլիարդ ուղղակի ներդրումներ եւ վենչուրային ֆինանսավորումներ։ JP Morgan-ի այս ծրագիրը դիտվում է որպես ամերիկյան արդյունաբերական եւ տեխնոլոգիական ինքնաբավության ուղղությամբ կարևոր քայլ։ Այն հիմնված է բանկի նախորդ $1 տրիլիոն ներքին ծրագրի վրա, որի ծավալը այժմ ընդլայնվել է եւս $0.5 տրիլիոնով։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ Ամենառազմական թանգարանը նավատորմի տարեդարձի առթիվ սխալմամբ հրապարակել է ռուսական վարյագնավի լուսանկարը եւ դարձել օրվա գլխավոր քննարկումների թեմա։ Թանգարանը շատ արագ ջնջել է գրառումը, սակայն այն հասցրել է տարածվել սոցիալական ցանցերում։ Իսկ օգտատերերը հեգնանքով նշել են, որ նման սխալներ արդեն վերածվել են ամերիկյան պաշտոնական էջերի կրկնվող սովորության։ Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է իր հսկա Starship տիեզերանավի 11-րդ փորձնական թռիչքը Տեքսասից մինչև Հնդկական օվկիանոս։ Սա նոր տիեզերանավի վերջին փորձն էր, որից հետո հաջորդ կանգառները լինելու են Լուսինն ու Մարսը։ Թռիչքի ընթացքում համակարգը արձակել է փորձնական արբանյակներ եւ փորձարկել է ջերմակայուն վահանակներ, իսկ NASA-ն դա անվանել է կարևոր քայլ դեպի Լուսին։ Նոր Starship-ը, որը նախատեսում է փորձարկել մինչև տարեվերջ, կունենա ուղեծրային վառելիքի համալրման համակարգ, հնարավորություն տալով մարդկանց տեղափոխել Լուսինն ու հետագայում Մարս։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը հայտնել է, որ Antelope Valley-ի անապատային հատվածում հայտնաբերվել է մարդկանց մասամբ քայքայված մարմիններ, գործակալները կիրակի օրվանից սկսած ուսումնասիրում են դեպքի վայրը, որի մասին հաղորդել էր տեղացի բնակիչներից մեկը, նա նշել է, որ 124-րդ փողոցի եւ Արագընթացի մոտ իր շունը մարդու գանգի նմանվող առարկա է գտել։ Դեպքի վայր են ժամանել դատաբժշկական ծառայության մեծաթիվ աշխատակիցներ, քննիչներ այնտեղ հայտնաբերել են բազմաթիվ մեքենաներ, կենցաղային սարքեր եւ մետաղյա իրեր։ Շերիֆը հայտարարել է, որ քննությունը շատ վաղ փուլում է եւ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։ Սա արդեն երրորդ դեպքն է այս տարի, երբ Լոս Անջելեսի շրջանում հայտնաբերվում են մարդկային մարմիններ կասկածելի պայմաններում։
Տեքսասում դաշնային իշխանությունները իրականացրել են հատուկ գործողություն, բացահայտելով մարդկանց վաճառքով զբաղվող կազմակերպված բանդա։ Գործողության արդյունքում ձերբակալվել է 9 մարդ, որոնց մեղադրում են ավելի քան 120 անչափահասների գերության և շահագործման մեջ։ Քննության տվյալներով զոհերի մեծ մասը դեռահասներ են սոցիալապես անապահով ընտանիքներից, ովքեր հեշտությամբ հայտնվել են հանցագործների ազդեցության տակ։ Բանդայի անդամները երեխաներին օգտագործել են հարկադիր աշխատանքի և տարբեր անօրինական գործունեության մեջ։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ ոստիկանությունը չի բացառում նոր ձերբակալությունների հնարավորությունը, նշելով, որ գործի իրական մասշտաբները կարող են լինել շատ ավելի մեծ, քան սկզբում ենթադրվում էր։ Երկրի անկախության 250-ամյակի պատվին Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում նախատեսում է կառուցել հաղթանակի կամար։ Այն կտեղադրվի Պոտոմակ գետի ափին, Լինքոլնի հուշահամալիրի դիմաց և ոճով կհիշեցնի Փարիզի հայտնի հուշակոթ հողը։ Թրամփը ասել է, որ այն պետք է դառնա ազգային միասնության և ամերիկյան հաղթանակների խորհրդանիշ։ Նախագծի մակետն արդեն տեղադրված է Սպիտակ տան օվալաձև սենյակում։ Նախագահը ընդգծել է, որ հուշակոթողի նպատակը ամերիկյան պատմական ժառանգությունը և երկրի ուժն ընդգծելն է։ Լրատվամիջոցները նոր կառույցն արդեն անվանել են Թրամփի կամար, քանի որ դրա բացման արարողությունը նախատեսվում է անցկացնել հունիսին, Թրամփի ծննդյան օրը։ Նախագիծը ֆինանսավորվելու է պետական և մասնավոր ներդրողների համատեղ միջոցներով։ 1891 թվականին տեղի ունեցած Նյու Օրլեանի կախաղանները համարվում են Ամերիկայի պատմության ամենախոշոր զանգվածային կախաղաններից մեկը, որի ընթացքում ամբոխը սպանեց 11 իտալացի ներգաղթյալների, նրանց մեղադրելով Նյու Օրլեանի ոստիկանության պետի սպանության մեջ։ Հիմա կտեսնենք, թե ինչպես այս ողբերգական դեպքը պատճառ դարձավ, որ ամերիկացիները նշեն Կոլումբոսի օրը, բայց մինչև այդ մի փոքր պատմեմ տոնի և դրա գլխավոր հերոսի մասին։ Կոլումբոսի օրը ազգային տոնն է Ամերիկա մայրցամաքի մի շարք երկրներում, ինչպես նաև պաշտոնական դաշնային տոնն է ԱՄՆ-ում։ Այն նշվում է Քրիստոֆոր Կոլումբոսի Ամերիկա հասնելու պատվին 1492 թվականի հոկտեմբերի 12-ին Կոլումբոսը ափ իջավ Բահամյան կղզիների շրջանում։ Այս իրադարձությունը համարվում է Եվրոպայի և Նոր աշխարհի պատմական կապի սկիզբը, որը փոխեց ամբողջ աշխարհի աշխարհագրական, տնտեսական և մշակութային ուղղությունները։ Քրիստոֆոր Կոլումբոսը իտալացի ծովագնաց և հետազոտող էր։ Նա ղեկավարում էր իսպանական ծովային արշավախումբը, որի նպատակը Ատլանտյան օվկիանոսը հատելով արևելյան Հնդկաստան հասնելն էր։ Սակայն ինչպես գիտենք, նրա այս արշավը դարձավ պատմական բացահայտում, որի մասին ինքը Կոլումբոսը մինչև մահ այդպես էլ չիմացավ։ Կոլումբոսի օրվա առաջին տոնակատարությունը տեղի է ունեցել 1792 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ Նյու Յորքում միջոցառում կազմակերպեց պատմական նավարկության 300-րդ տարեդարձը նշելու համար։ Ամերիկայում բնակվող իտալացիների համար Կոլումբոսի օրը ոչ միայն պատմական իրադարձության հիշատակում է, այլև հենց իրենց ժառանգության և մշակույթի տոն։ Այդ օրը նրանք ընդգծում են իտալական համայնքի ներդրումը Ամերիկայի հասարակական ու մշակութային կյանքում։ Հիմա անդրադառնամ թեմայի սկզբում նշված կախաղանների դեպքին։ 1891 թվականին Նյու Օրլեանում 11 կասկածյալները դատավորի կողմից արդարացվեցին, սակայն ամբոխը իտալացի ներգաղթյալներին արդեն պարզապես թիրախավորել էր։ Նրանց ազգային պատկանելիության պատճառով նախապես ձևավորված ատելության ֆոնին ամբոխը 11 մարդու կախաղան է բարձրացնում։ Դեպքից մեկ տարի անց Քրիստոֆոր Կոլումբոսի ճանապարհորդության 400-ամյակին ԱՄՆ նախագահ Բենջամին Հարիսոնը հայտարարեց Կոլումբոսի օրվա ազգային մեկանգամյա տոնակատարություն։ Այս որոշումը նպատակ ուներ հաշտեցնել իտալացի-ամերիկյան համայնքին, մեղմել հասարակական լարվածությունը և վերականգնել ԱՄՆ-ի ու Իտալիայի միջև լարված դիվանագիտական հարաբերությունները, որոնք վտանգվել էին այդ ողբերգական միջադեպից հետո։ Հետագա տասնամյակներին Կոլումբոսի օրը աստիճանաբար վերածվեց ազգային խորհրդանիշի։ 1934 թվականին Նյու Յորքի ազդեցիկ իտալացի առաջնորդ Ջենարոսի ջանքերով կոնգրեսը ընդունեց օրենք, որով նախագահին հանձնարարվում էր ամեն տարի հայտարարել հոկտեմբերի 12-ը որպես Կոլումբոսի օր։ Ավելի ուշ որոշում կայացվեց, որ տոնը նշվի հոկտեմբեր ամսվա երկրորդ երկուշաբթի օրը, որպեսզի քաղաքացիները օրը նշեն դպրոցներում, եկեղեցիներում կամ այլ համապատասխան վայրերում և անցկացնեն հանրային արարողություններ, որոնք արտացոլում են Ամերիկայի հայտնաբերման տարեդարձի նշանակությունը և դրա ազգային արժեքները։
Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հղումով, որը կհայտնվի ձեր էկրանին։ Իդեպ երեք պատմել ենք Central Park-ի ստեղծման պատմության մասին, այնպես որ անցեք հղումով եւ դիտեք հետաքրքիր տեսանյութը։ Ցանկանում եմ նշել, որ մեր թիմը բարձր է գնահատում ձեր լայքերը ու աջակցությունը, դա իսկապես օգնում է մեր նախագծի առաջխաղացմանը։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 5:30-ին։ Ցտեսություն։